Ողջույն սիրելի ընկերներ, հուսամ լավ եք։ Այսօր ուզում եմ ձեզ հետ մի փոքրիկ այսպես ձեռքբերումով կիսվել, ուղղակի այնքան շատ եմ հավանել, որ կարծում եմ շատերին կհետաքրքրի, այդ պատճառով փորձում եմ ձեզ հետ կիսվել։ Խոսքս այս լոգանքի գելի մասին է։ Ուրեմն նախապես ասեմ, որ սա գովազդ չէ, ես գովազդով առհասարակ չեմ զբաղվում, ես միայն խոսում եմ այն թեմաներից, այն բաների մասին, ինչը ինձ դուր է գալիս կամ հետաքրքրում է և մտածում եմ, որ գուցե էլի մարդիկ կլինեն, ում որ կարող է հետաքրքրել։ Օրինակ, սա Սակալով ֆիրմայի մարմնի լոգանքի գելն է, որ արդեն 1 ամիս ավել է, ինչ օգտագործում ենք ու շատ հաջող է, ինձ էլ են խորհուրդ տվել, ինքս ձեռք եմ բերել Վալբերիսից։ Նախապես նշեմ, որ ովքեր կհետաքրքրվեն, կարող եք նամակների բաժնում ինձ հարցրեք, ես ձեզ արտիկուլը կուղարկեմ, եթե հետաքրքիր է։ Նշեմ, որ ինքը ռուսական ֆիրմա է, ուրեմն Սակալովը շատ հայտնի է Ռուսաստանում, ինքը նաև ունի արծաթեղենի շատ այդպես որակյալ զարդեղենի արտադրություն, իսկ կոնկրետ այս գելը նաև ունի շատ բազմազան այլ տեսականի շամպուններ, ձեռքի կրեմներ, դիմակներ, շատ բաներ, որոնք կարող են ձեզ հետաքրքրել, միայն ինձ համար այս պահին կարևորը այն է, որ ձեզ տեղեկացնեմ, ովքեր չգիտեն, որ այսպիսի շատ հարմար տարբերակ կա։ Նշեմ ինչն է հատկապես հարմար, ուրեմն հարմար է նախ քաշը, ինքը բավականին մեծ է, 750 միլիգրամ և իր հայերեն չգիտեմ այդ բառը, տեքստուրան շատ խիտ է, բավականին ծանր ու շատ, այսպես չեմ չափազանցնում, բայց շատ անուշ բույր ունի, բալի հումքով է ինքը, թարմություն է հաղորդում, հատկապես ամռանը շատ հաճելի է, մի խոսքով այն մարդիկ, ովքեր օգտվում են, օգտագործում են գելեր, հավատացնում եմ, այս տարբերակը պետք է որ հավանեք, առաջին հերթին իր որակի համար։ Եվ հետո իր այդ տեքստուրա ասվածը ինքը բավականին խիտ են, խանութից վերցրած ջրիկ կիսատ տարբերակներից չէ, դա էլ է ինձ շատ դուր գալիս, որ մի կաթիլով են, որ այնպես բավականին փրփրում է ու շատ հարմար է օգտագործման համար։ Այսպես ցանկացա ձեզ հետ կիսվել, սիրելի ընկերներ, մի փոքր իմ հաղորդման ֆորմատը փոխվում է, հիմա որոշել եմ, որ ոչ միայն իմ պատրաստած ուտեստներով կիսվել, այլ հնարավոր է, որ ինչ-որ բաներ, որ ինձ թվում է, որ կարող է մարդկանց հետաքրքիր լինել, կփորձեմ կիսվել, միայն խնդրանքս այն կլինի, որ այն մարդկանց, ում չի հետաքրքրում կամ հաճելի չէ, խնդրում եմ պարզապես թերթեք, ես որ այդպես եմ վարվում, եթե ինչ-որ բան ինձ չի հետաքրքրում, ես անցնում եմ, այդքանը, իսկ մյուսներին, ում որ կհետաքրքրի, էլի շատ հաճելի կլինի, որ դուք էլ կիսվեք, գրեք, գուցե մարդիկ կան, որ փորձել են, կարող են իրենք էլ իրենց կարծիքը հայտնեն այս ֆիրմայի մասին, այդքանը, եղեք սիրով, մնացեք խաղաղությամբ, հույսով եմ, որ կհանդիպենք շատ շուտով։